Որոշել ենք, որ ատոմականի տիպը պիտի լինի մոդուլային։ Ինչու կառավարությունն ի վերջո որոշեց, որ Հայաստանում պետք է կառուցի հենց փոքր մոդուլային միջուկային ռեակտոր եւ ոչ թե ջերմաջրային էներգետիկ ռեակտոր, որը տասնամյակներով օգտագործվում է Մեծամորի ատոմակայանում եւ ներկայումս էլ շահագործվում։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանն այսօր Ազատության հետ զրույցում պարզաբանեց, ընտրել են մոդուլայինը, որպեսզի լրացուցիչ ճկունություն ապահովեն Հայաստանի էներգետիկ համակարգում։ Որովհետև մասնավորապես արևային էներգիայի արտադրության ծավալների աճով պայմանավորված հաճախ է կարիք լինում մեր հիմնական հզորությունները, այդ թվում նաև ատոմականի արտադրողականությունը իջացնել, այսինքն փոխել օրվա ընթացքում, եւ մոդուլները մեզ այդ հնարավորությունը ավելի ճկուն են տալիս։ Մասնագետները սակայն պնդում են, մոդուլային ատոմակայան կառուցելու Հայաստանի կառավարության ընտրությունը վաղաժամ եւ խիստ ռիսկային է, եւ այդ որոշումը պետք է վերանայվի։ Էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արամ Մարջանյանն Ազատության հետ զրույցում նշում է, որ գլխավոր խնդիրն այն է, որ այս պահին լիցենզավորված եւ աշխատող մոդուլային ռեակտորներ աշխարհում չկան։ Մինչեւ 300 մեգավատ փոքր հզորությամբ այս ռեակտորների օգտագործումը էլեկտրաէներգետիկայում ապացուցված չէ։ Ավելին, կիրառումից մի քանի տարի անց դրանք պետք է վերալիցքավորվեն, ինչը շատ բարդ է եւ կարող է ամիսներ տևել։ Փոքր մոդուլային կայանները հիմնականում տեղակայվում են նավատորմում, ատոմային ավիակիրների եւ սառցահատների վրա։ Այժմ ըստ ՄԱԿ-ի փորձագետի լողացող փոքր մոդուլային ատոմակայան կա Ռուսաստանում, որը տեղակայված է Լոմոնոսով նավի վրա եւ իրականացնում է այդ երկրի ամենահեռավոր վայրերի էլեկտրամատակարարումը։ Անցած տարի մի փորձնական կայան էլ թողարկվել է Չինաստանում, այսինքն ըստ Մարջանյանի աշխարհում մոդուլային ատոմակայանների կառուցման փորձի խիստ պակաս կա։ Մասնագիտական տեսանկյունից այն բավարար է, հիմնավորված չէ եւ ունի լուրջ դերություններ։ Ռիսկային է, այո։ Այդ թվում նաև ռիսկեր, այո։ Ինչ կարող է լինել, այսինքն ինչ արտանետումներ կարող են լինել լիցքավորման ընթացքում։ Ինչ ասես, այդ տեխնոլոգիան փորձարկված չէ իրական շահագործման պայմաններում։ Ատոմային էներգետիկայի ոլորտում օգտագործում են տեխնոլոգիաներ, որոնք ունեն տասնամյակների հուսալի եւ անվտանգ շահագործման փորձառություն։ Իսկ չփորձված տեխնոլոգիաների օգտագործումը, որոնց ոչ տնտեսական, ոչ ինժեներական, ոչ ֆիզիկական եւ ոչ այլ հեռանկարները դեռ պարզ չեն, ինքնին ռիսկային է։ Տարածքային կառավարման նախարարը հակադարձում է գերտերություններն այսօր իրենց երկրներում կառուցում են ժամանակակից ատոմակայաններ, փոքր մոդուլային ռեակտորներով, եւ եթե դրանք ռիսկային լինեին, ապա դժվար նման քայլի գնային։ Բացառում է, որ օրինակ Միացյալ Նահանգները կամ Չինաստանը իրենց երկրներում թույլ տան ռիսկային ատոմականներ կառուցել։ Նախարարը համաձայն է, որ աշխարհում այս պահին չկան շահագործվող փոքր մոդուլային ատոմակայաններ։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանն այս պահին չի սկսում կառուցման աշխատանքները։ Ըստ Խուդատյանի աշխատանքները կսկսվեն ամենայն հավանականությամբ 2027-ին, երբ արդեն կառուցված ատոմակայանները կփորձարկվեն։ Փորձարկումներից կախված Երևանում արդեն որոշում կկայացնեն, թե ինչ տիպի մոդուլային կայան կառուցել՝ ամերիկյան, չինական, ռուսական, թե եվրոպական։ Տարբեր երկրներում, այդ թվում եվրոպական երկրներում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում այս պահին արդեն բազմաթիվ մոդուլային ատոմականների կառուցում մոտենում ավարտին, եւ այս տարվա ընթացքում բազմաթիվ մոդուլային ատոմականներ կմիացվեն այդ երկրների էներգոհամակարգին։ Դեռ անցած տարի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանն արդեն ԱՄՆ-ի հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Միացյալ Նահանգների հետ քննարկվում է իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցերը։ ՄԱԿ-ի էներգետիկ փորձագետի համոզմամբ մոդուլային ատոմակայան կառուցելու Հայաստանի իշխանության որոշումը ավելի շատ աշխարհաքաղաքական է եւ ոչ թե ինժեներական կամ էներգետիկ բնույթի։ Փորձագետն ասում է, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը գտնվել է արևմուտքի ճնշման տակ, որպեսզի ռուսականից անցում կատարի ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորի կառուցմանը։ Ինչու որն է նպատակը, որ պետք է մենք մոդուլային ունենանք։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ատոմային էներգետիկ համագործակցությունը խզելն է եւ վերաուղղորդել Հայաստանի ատոմային էներգետիկ ոլորտը դեպի այլ ուղղություն, Ռուսաստանից այլ ուղղություն։ Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ Դավիթ Խուդատյանը սակայն հերքում է ճնշումների մասին պնդումները։ Հայաստանի վրա ճնշում չկա։ Իդեպ տարածքային կառավարման նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն նոր ընկերություն է ստեղծել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար։ Ընկերությունը հենց այդպես էլ կոչվում է Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում ՓԲ։ Այս պահին արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համար մրցույթ է հայտարարված։